Պատական նիստը Պատական դատարան, ես ուզում եմ իմ աջակցությունը հայտնեմ հայ առաքելական եկեղեցուն, այսօր ճաշման դագը, աննախադեպ ճաշման դագ է, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնեմ Սրբազանին, Սրբազան հորը, բարևներս փոխանցեմ Միքայել Սրբազանին, շնորհակալ եմ Աստծուց, որ նման սրբազաններ ունենք, մեր եկեղեցին նման սրբազաններ ունի, ասենք պետքա Նիկոլի հետ հանդիպալներ սրբազան են, դեկտեմբերի 9-ին դուք հնարավորություն ունեք Պատական դատարան, հարցեր կա, որ մինչև դեկտեմբերի 9-ը, ասենք ես հիմա ախր տեսեք, անցած նիստին թոշակառուներից խոսեցինք, հիմա այս մարդամեկը սուտ սադախոսը, սուդլիկ ворսկանը, երեք ազգային ժողովում, ասենք թոշակառուներից ճար է ասել։ Հիմա ես ուզում եմ պատասխանեմ, ոչ պատասխանեմ, Նստեք կասեմ, այստեղ քաղաքական ամբիոն չի, հստակ հարց ենք քննարկելու, խնդրեմ, հստակ հարց ենք Ուղղակի մի հատ հարց ունեմ, էլի, դատախազներին, պատվազան դատախազներին։ Դատախազներին հարց իրավունք չունեք։ Լավ, ասենց ասեմ ես հիմա այստեղ նստած եմ, հաստորեն 3 մարդու խոսակցության հիմքով։ 3 մարդու խոսակցության հիմքով, ասենք ինչ-որ ցայնագործի կա, ես այստեղ նստած եմ։ Ես 5 ամիս շարունակ, այսօր 5 ամիսը լրացավ։ Իմ մեջ մի հատ մեծ հարց կա, հարցական կա։ Եթե 3 հոգու խոսածի հիմքով, անձնական խոսակցության հիմքով հնարավոր է անձին ձերբակալել եւ կալանավորել։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո առնվազն 30,000 հոգի խոսում է, որ Նիկոլ Փաշինյանը վաճառել է Արցախը։ Եթե իմ պարագայում պարտեզված ավտոբուս չկա, ներ չկա, շփոթված տուժող չկա, կա վաճառված Արցախի փաստը, կա 150,000 հոգի արձակացած արցախցիներ, միներ, ուզում եմ հասկանալ դուքները չի հերիքում Նիկոլ Փաշինյանին ձերբակալեք։ 30,000 հոգի առնվազն խոսում է, որ Նիկոլ Փաշինյանը վաճառել է Արցախը։ Արցախը վաճառած է, 150,000 հոգի ազատացել են։ Ես ուզում եմ հասկանալ դուքները չի հերիքում, դուքները չի հերիքում ձերբակալեք։ Չէ, իջի վստո։ Մեքսիկայում հաշվի համար ստուգել, Կանադայում հաշվի համար ստուգել, 5 միլիոն, չի բերձ է, ես հարցեր ունեմ, ես հարցեր ունեմ, ապեր, չի համար գնա, ապեր ինձ արկել վազա քաղաքական հարցեր կան, ինձ արկել վազա քաղաքական հարցեր կան, ապեր չեմ հասցնում, իրավաբանական հարցեր են քննարկում, իրավաբանություն չեմ է տեսնում, ամենան հարգանքով, իմ իրավաբան ընկերների հանդեպ, բայց ես նիստի վաղ չեմ հասցնում խոսել։ Գիտեք, որ չի անջատվել, հա, չէ, լսում ա, դեսեք չէ, չի լսում ա, գիտեք մեր ուզել տարբերությունը որն է։ Դուք ծառայում եք Նիկոլ Փաշինյան Հայաստանի Հանրապետությանը, դուք ծառայում եք փոքր խմբակին, մենք հայ ժողովրդին ենք ծառայում։